Պետք է ասեմ, որ մեր սերիալները այսօր շատ ավելի լավ են, քան նախկինում։ Եվ սա նորմալ է, որովհետև վերջիվերջո այդ ճյուղը զարգանում է, գնում է առաջ, իդեպ ոչ միայն Հայաստանում։ Իսկ այն, որ սերիալը մենք գնահատում ենք որպես հասարակական չարիք, փորձանք եւ մտածում ենք սա է ամեն ինչի պատճառը, մեր դժբախտությունների սկզբնաղբյուրը սերիալներն են, դա երևի այդքան այդպես չի։ Ամբողջ աշխարհի կինոարվեստը կարծես, իմ կարծիքով, սա կարող է սուբյեկտիվ է, իմ կարծիքով տեղափոխվում է կինոն իրեն տեղափոխվում է դեպի սերիալ։ Ուղղակի ասենք ամերիկացիները այնքան լավ են նկարանում սերիալ այսօր, այնքան լավ, որ դա իր կատարման որակով համարյա չի զիջում կինոյին։ Բայց պիտի հաշվի առնել, որ սերիալը ունի իր օրենքները։ Օրինակ, սերիալում խորքային վերլուծություններ չպետք է լինեն։ Սերիալը նախատեսված է, հաշվարկված է մակերեսային ունկնդրի համար։ Այսինքն խոհանոցի աշխատող կինը կամ գործից վերադարձող մարդը հոգնած առօրյա խնդիրներից ազատվելու համար այդպես գալիս նստում է եւ սիրով նայում է սերիալը։ Նրան չպետք է զբաղեցնել խոր մտքերով։ Նրա առաջ չպետք է խնդիրներ դնել, որ ինքը լուծի։ Սերիալը խնդիրներ չի դնում։ Նա խորքային որևէ հարցեր չի դնում։ Սա նորմալ է, ամենտեղ այդպես է։ Եթե ուշադիր նայեք ընդհանրապես մեր այս քաղաքական մեծ process-ին, որը կոչվում է գլոբալիզացիա, կտեսնեք, որ մարդուն ընդհանրապես կամաց-կամաց զրկում են սեփական խելքով խնդիրներ դնելու իր առջև, երբ խնդիրները լուծելու հնարավորությունից։ Այսինքն մարդուն դարձնում են пассив դիտորդ։ Գլոբալիզացիայի ծնունդն է սերիալը։ Այսինքն ինքը պարտադրում է մակերեսային վերաբերմունք երևույթներին եւ այդպես հանգստացնելու, աչքերը փակելու, մի քիչ քնած գնայես, մի քիչ արթուն գնայես։ Արդյոք մեր սերիալները այդպես նույնիսկ հաշվի առնելով, որ կրիմինալ տեսարաններն են շատ, բռնության տեսարանները։ Այստեղ ուրիշ բան կա։ Զարմանալի է մեր սերիալը։ Մեր սերիալը այդքան չի արտահայտում մեր կյանքը։ Օրինակ, մեզ մոտ այդքան կրիմինալ տեսարաններ են, մենք այդպես կրիմինալ քրեական ժողովուրդ չենք։ Մենք չենք սիրում այդքան քրեածին այլանդակություններ, չգիտեմ, բայց ուղղակի մարդկանց հետաքրքրությունները գրգռելու համար դա անընդհատ անում են, որպեսզի իրենք շահեն հեռուստադիտողին։ Եվ սկսեց մի կատաղի վազք ռեյտինգի համար։ Ոտնահարվեցին բոլոր արժեքները, միայն ռեյտինգը բարձր լինի։ Ոչինչի առջև չենք կանգնում։ Տկլոր, մերկ կին, մերկ հետույք, մերկ կուրծ, չգիտեմ, ամբողջ օրը սա, ոտքը ջարդել, ձեռքը ջարդել։ Քրեական հետաքրքրություններ դա այդպես չի։ Բայց մենք ունենք մի կյանք, որը շատ ավելի հետաքրքիր է։ Ես հիշում եմ, որ ասենք Արմենիայի կարծեմ կյանքի գինը սերիալը, որը շատ մեծ հետաքրքրություն, բուրն հետաքրքրություն էր առաջացրել եւ շատ երկար խաղացին, կարծեմ ինչքան մի տարուց ավել չէ գնում։ Տեսեք ինչ հետաքրքիր սկսեց, կարծեմ դա էր չէ, որ սկսեց, որ երկրաշարժովը սկսվեց այնտեղ չէ, իրանք երեխա ունեցան, հայ մարդու շատ լուրջ խնդիր էր դրվում, ինչպես պետք է վերականգնվեր այդ մարդը, հետո այնտեղ ֆիդայական շարժումը սկսեց, որ էլի շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը, բայց հետո այդ ամեն ինչը դեգրադացվեց, գնաց ուր, ես չգիտեմ։ Ինչ որ մաֆիոզ ստրուկտուրաներ, հետո գնացին, արդեն կորան, ես անկեղծ ասած այդպես էլ չիմացա ինչ եղավ, ես այդքան չեմ նայել։ Բայց այդ ամեն ինչն է վերածվեց ինչ որ քրեական, ինչ որ դրամայի կամ ես կարծում եմ, որ դա ուղղակի հասարակության հետաքրքրությունը շահելու համար է։ Մեր հեռուստատեսությունները ցավոք սրտի, ինչպես եւ բոլորս, վազում ենք ռեյտինգի հետևից։ Մի ավել հեռուստադիտող հաճախորդ փախցնելու համար։ Իսկ արդյոք ճիշտ չեք համարի, եթե արգել են նման։ Գիտեք ինչ կա, որոշակի գրախոսություն ցենզուրա պարտադիր է։ Ես չեմ հասկանում, ինչու մերոնք դա չեն անում։ Ընդ որում մեր իշխանությունները, ընդ որում վերին իշխանությունները դրա համար ունեն համապատասխան ուժ, հեղինակություն եւ կշիռ։ Այս այն դեպքը չի, որ ասեն չենք կարողանում անել։ Ֆրանսիայի պես երկրում, որտեղ շատ բարդ է այդ հարցը, ազատությունների հարցը, լրագրողների, չէ, հեռուստատեսություն, այդպես հեշտ չի, բայց այնտեղ կարողանում են, այնտեղ կան ուժեղ գրախոսություններ, Ամերիկայում կա, բայց մեզ մոտ ինչ իրավունքով չկա։ Ոնց կարող է Ֆրանսիան ունենալ ցենզուրա հեռուստատեսության, մենք չունենանք։ Այդ հարցում սերիալների իհարկե բաներ կա, ցույց չի տրվում եւ վերջ, հարցը փակվեց եւ չի էլ վերլուծվում այդ մասին, չի էլ խոսվում։ Ընդ որում ժողովուրդը դա է պահանջում։ Ինչու են նորից ամեն ինչ բարդում ժողովրդի գլխին։ Մեր ժողովուրդը սա է, նրա ճաշակը սա է։ Մեր ժողովուրդը մեռավ ճաչալով, որ ես այդ այլանդակությունները չեմ ուզում տեսնել։ Ով լսեց նրան։ Ռեյտինգը բավարարելու համար նորից մեր կանանց, մեր հետույքներ եւ այլն, բնականաբար հատկապես երիտասարդները պետք է դա ստիրեն։ Նորմալ չի։ Եթե երեխային ներող կնես, քաղցր կոնֆետ ցույց տաս, շոկոլադ եւ ջիջիլ գցես, կողքից էլ ասենք ներող կնես, ասենք
չգիտես, ցորենի բան, ապուր։ Երեխան ինչու պիտի ուզի, որը առողջարար է, ցորեն է, ոչ, նա կոնֆետը պիտի ուզի։ Երիտասարդը դա է։ Նորմալ է, որովհետև հրաշալի խաղում են նրա, ասենք, երիտասարդական գրգիրների վրա, նրա սեռական պահանջի վրա, նրա հետաքրքրությունների վրա։ Ես չեմ սիրում, երբ արշավում են միուղությամբ։ Արշավելով ուր ես հասնում եւ ինչու։ Ես սիրում եմ, երբ քննարկում է հարցը եւ համապատասխան որոշման են գալիս մարդիկ։ Ինչ է նշանակում արշավ, այսինքն մենք վերցնենք քարերը, գնանք հեռուստատեսությունների ապակիները ջարդենք։ Պետք է լուրջ խոսել, ես կարծում եմ մենք կարող ենք ավելի ճիշտ կլինի, որ հեռուստատեսության ներկայացուցիչը նախագահը կանչվի հանրապետության նախագահի մոտ։ Ընդամենը 3 րոպեով, ավել պետք չի։ Մեր հանրապետության նախագահի կյանքը առանց էլ զբաղված է, դժվար է եւ այլն։ Եվ ընդամենը այս ֆրազն ասի. վաղվանից այլանդակ բաներ ցույց չեք տալիս։ Վերջ։ Ստեսություն։ Այս մոտավորապես 3 րոպե է։ Ինչ արշավի մասին է խոսքը։ Եվ թող համարձակվի դրանից հետո որևէ հեռուստատեսություն, որևէ մեկը տեսնեմ այդքան հզոր են, այդքան ուժեղ չկատարել հանրապետության նախագահի հրամանը, ոչ թե խնդրանքը, հրամանը։ Վազելով կանեն։ Միայն թե այդ խնդիրը ինչու չի դրում, այ ես դա չեմ հասկանում։ Ես սերիալների համար շատ թանկ եմ, ասել եմ այդպես, ես շատ թանկ եմ։ Ես ինքս ասում եմ, որ ես ինքս անպայման սերիալ կնկարահանեմ տարիներ անց։ Ես ինքս կգրեմ, ես ինքս կխաղամ գլխավոր դերում, եւ դա կլինի շատ հետաքրքիր, արկածախնդիր, չտեսնող, շատ հետաքրքիր, բայց նաեւ շատ դաստիարակչական, շատ մարդկային ստեղծագործություն։ Ես բոլորովին չեմ խորշում այսօր սերիալից, բոլորովին։ Եվ ես ինքս ժամանակը գա կանրադառնամ դրան, երբ դրա հնարավորություններն ունեմ եւ զգամ, որ այժմ պետք է դա անել։ Լավ, շեղենք հա սերիալների թեմայից, նախընտրական շրջան է ու չգիտեմ, շատ մտավորականներ թեկուզ անցնել կուսակցությունների շարքերը, օրինակ ԲՀԿ-ի շարքերը, դուք նման մտավորություններ։ Չէ, ես անկուսակցական եմ, չէ, ես անկուսակցական եմ, որովհետև անցնելով մի կուսակցության շահերը ես դավաճանում եմ մյուս կուսակցության շահերին, այսպես կարելի ասել, չէ։ Իմ մտածողությունը կուսակցականացված չի։ Ես ինձ չեմ պատկերացնում որևէ կուսակցության մեջ։ Երբ հայրենիքը արդեն դժվարության մեջ է, դուք գիտեք, որ այդ ժամանակ բոլոր կուսակցությունները միավորվում են։ Աստված չանի պատերազմ կամ այդպիսի մի բան։ Այդ ժամանակ միավորվում ենք բոլորս։ Այս պայմաններում կուսակցական կռիվ, գզվրտոց, սա նորմալ է։ Ես ինձ հեռու եմ պահում եւ երբեք չեմ էլ սիրել դա։ Իմ ձևը չի ապրելու։ Ես չեմ կարող ասել, որ դարավ կուսակցական վերջ իր խիղճը ծախեց։ Ինչ գիտեմ, ինչի համար է դառնում կուսակցական մարդը։ Իսկ միգուցե նրա երեխան շատ ծանր հիվանդ է։ Անդառնալի ծանր հիվանդ ենթադրենք կամ թորնիկը հիվանդ եւ նա հնարավորություն չունի թատրոնի կամ այդ իր հիմնարկի տված 25-30 հազար աշխատավարձով իր երեխային մահից փրկելու։ Ինչ պիտի ասի։ Ես չմտնեմ կուսակցության, թամ որ իրեն ապահովում է ենթադրենք ֆինանսներով։ Ինչ ասեմ։ Վերջին շրջանում այդ քաղաքական գործիչների կողմից ականատեսենք լինում ինչ-որ զվարճալի միջադեպերի, օրինակ վարչապետը տեսակ հարցած ելույթ էր ունենում, նախարար Շարիկ Էրկլորում, ազգային ժողովի նիստի ժամանակ, ինչպես եք վերաբերում ընդհանրապես ձեր ներկայացումները պատրաստում եք անդառնալ թեկուզ։ Չէ, ես չեմ տեսել, անկեղծ, ես գիտեմ, որ վիճաբանություն է գնում կան քննարկում, կեսն ասում են հարբած է եղել, կեսն եւ հակառակը չէ, կարծեմ ինչ որ դա հերոստատեսային խոտան է, ես նույնիսկ ժամանակ չեմ ունեցել մտածելու այդ մասին։ Ես հաճախ չասեմ, մի քանի անգամ YouTube-ում տեսել եմ քաղաքական շատ մեծ գործիչների, ոչ հայ, Սարկոզին, Պուտինին, հարբած այդպես, ես չգիտեմ դա իսկապես հարբած է, թե դա սարքել են, չգիտեմ։ Ասենք այսօր YouTube-ը մի բան է, որ ինչ ասես այնտեղ կա, նրան այդքան լուրջ չեմ վերաբերում։ Ինչ վերաբերում է հարբած ելույթին, ես կարծում եմ դա նորմալ չի եւ ոչ միայն քաղաքական գործիչի համար։ Արտիստն էլ իրավունք չունի բեմ բարձրանալ։ Չէ, հիմա տեսեք ինչի երբեք մի ասա չէ։ Երբեք։ Օրինակ շատ հնարավոր է անդրադառնալ մի ասենք հետագա ներկայացման մեջ մի սիրունիկ կատակ լինի, բայց ասենք իմ ներկայացումը երբեք չի խարսխվի այս դեպքի վրա։ Այդ տեսեք, մեր հանրապետությունը կործանվում էր, որովհետև մի անգամ մեր վարչապետը այդ բանին խարբած էր։ Սա չի դառնա ներկայացման մեջ, դա կլինի մի փոքրիկ զվարճալի կատակ, եթե լինի։ Սյունիքի մարզպետը դեցած գործարար կնոջ է։ Ինձ պատմել են դա, ես դա շատ ծանր եմ տանում։ Կնոջ վրա ձեռք բարձրացնելը արդեն մեկ։ Հետո ես ինչքան իմացա այդ կինը բավական մեծ ներդրումներ արել եւ անդադ խաբվել տարածքում։ Սա է դիտարկում որպես խուլիգանություն, ուրիշ ոչինչ։ Եվ ես շատ կուզեի, որ նման դեպքերը շատ խիստ պատժվեին։ Պատժվեին շատ ավելի զորեղ մարդկանց կողմից, եւ այդ զորեղ մարդիկ, ես դա օբյեկտիվին նայելով եմ ասում, Հայաստանում կան։
Ես շատ կուզեի, որ նման դեպքերի համար մեր շատ ավելի ուժեղ զորեղ մարդիկ այդ կին ծեծողներին կարողանային պատժել։ Չի կարելի, այդպիսի բան չի կարելի անել։ Իրանց սեփական տունը չի, իրանց հորդուքյանը չի, իրանք իրենց կենսակերպը չեն կարող եւ իրավունք չունեն պարտադրել։